շարժվելով երկու հերոսն էլ անցնում են սև մութ աշխարհով, ապա երկու հերոսն էլ հասնում են անմահության ծաղկին։ Այսպիսով, թե սյուժետային մանրամասների եւ թե աշխարհագրական տեղայնացումների քննությունը ցույց է տալիս, որ հին աշխարհում գոյություն է ունեցել անմահության որոնման մասին մի մեծ սյուժե, որը շարունակել է գոյություն ունենալ հելենիստական աշխարհում եւ այդ սյուժեի մեջ կենտրոնական դեր է խաղացել հայկական լեռնաշխարհը որպես անմահության պահպանող երկիր։ Ուստի եւ հին արևելքի գլխավոր հերոս Գիլգամեշը եւ հելենիստական աշխարհի գլխավոր հերոսը Ալեքսանդր Մակեդոնացին ուղևորվում են դեպի հայկական լեռնաշխարհ եւ այս պատկերացումների համաձայն անմահություն տենչացող յուրաքանչյուր հերոս պետք է բռներ ճանապարհը դեպի հայոց աշխարհ։ Միջագետքյան հնագույն բնագրերի եւ Աստվածաշնչի գաղափարասյուժետային առնչակցությունը ակնհայտ է նաեւ նախասկզբնական իմաստության թեմատիկայում։ Ինչպես Աստվածաշնչյան Եդեմի պատմության մեջ բարու եւ չարի իմացության ծառը գտնվում էր հայկական լեռնաշխարհում Եդեմի կենտրոնում, այնպես էլ իմաստությունը հին միջագետքյան աշխարհընկալումներում կապվում է հայկական լեռնաշխարհի հետ։ Հենց այն, որ իմաստնագույնը աստվածներից հայը աստվածը պաշտվում էր եւ նրա պաշտամունքը կապվում էր հայկական լեռնաշխարհի հետ եւ նա մեր անվանադիր աստվածությունն է, իսկ նրա որդին Հայկ Նահապետը մեր անվանադիր նախնին, արդեն իսկ դրա խոսուն վկայությունն է։ Բացի դրանից կան մի շարք ուրիշ հետաքրքիր տեղեկություններ։ Հայա աստվածը մարդկանց լուսավորելու համար, իմաստությամբ օժտելու համար իր տարածքում տեղավորեց 7 իմաստունների, որոնք պիտի սովորեցնեին մարդկությանը գիտելիքներ։ Բացի այդ, այն տարածքը հարալի կամ արալի երկիրը, որտեղ հայը Աստծո կողմից կավից Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծվեց մարդը, այդ տարածքը դարձավ քաղաքակրթության իմպուլսներ հաղորդող մի շրջան, եւ այդ մասին վկայում են հենց շումերական աղբյուրները, դա քաղաքակրթության բնօրանն է։ Բացի այդ, շումերական բնագրերից մեկը բառացիորեն նշում է հետեւյալը. իմաստությունն ու արվեստը ցած բերվեց Արատտայից։